Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ուրիշ թեմայով խոսելու չունեմ։ Ես խոսելու եմ ես երկու որ Պետրոս Ղազարյանի մոտ հանդիպում ա եղել։ Խոսելու եմ ցեղասպանության մասին, որոնք որ մարդիկ լռում են, սահմանների բացման, դրոշի ոտի տակ տալու։ Այս դրոշի ոտի տակ տալու ընդհանրապես ես ինքս որպես մարդ սխալ եմ համարում յուրաքանչյուր մի անօրեն քայլ։ Թե հայի կողմից եւ թե այլ ազգերի կողմից։ Մարդկությունը պահանջում է, որ նահատակված մարդու գերեզմանը չի կարելի փորել, այդ սրբություն է։ Անկախ նրանից հայ է անում, թե թուրք, դա շատ վատ բան է։ Բայց դրոշը տեսնում է։ Միջազգային հայտերը, որ ներկայացրած անդեղ Արցախցում խաղաղ բնակիչի գլուխը կտրած, խոշտանգած, նա չի երևում ու դրա մասին չեն խոսում։ Խոսում են մի հասարակ ինչ որ փալասի կտորի համար, որը որ այդ նույն Հայաստանի դրոշը իրենք են առաջից ոտի տակ դրել, Արցախի դրոշը Արցախում են ոտի տակ դրել, անցել կառավարության շենք։ Նորից եմ կրկնում, դատապարտում եմ այդպիսի բաները, վատ բան է։ Բայց երբ որ Պետրոս Ղազարյանի մոտ հավաքված են, չգիտեմ, քաղաքագետներ են, պրոֆեսորներ են, թե ինչ են, ես մի հասարակ գյուղացի եմ, ոչ միտեղ չեմ կրթվել այդ ուղղությամբ։ Ինչու չեն հաշվում, որ ցեղասպանությունը երբ որ եղել է, Արցախն էլ է ցեղասպանության ենթարկվել։ Անընդհատ խոսում ենք բռնագաղթ, խոսում ենք տեղահանված։ Ոչ, եթե մարդ 9 ամիս շրջափակման մեջ երեխան սովի մատնելով, շատ մարդիկ զոհվելով, մահանալով ու 265 հոգու զոհ ենք տվել, չհաշված քաղաքացիականը, չհաշված անօրեն, որ անհայտ կորած է։ Ու այդքանից հետո մարդիկ գտնում են, ասում են, դե գիտես ինչ, կռիվ չեն արել։ Բայց 265 հոգի միսուտ կային, որ կռվել են, այդ ինչի համար են կռվել։ Այսօր քիչ առաջ պատմում ար, գիտես, մենք ես 74 տարեկան մարդ, արդեն 3-րդ գիծ էի կանգնել, որ տենանք ինչ ենք անում, մեր տղաները, թոռներս, սա պատերազմի մեջ էին։ Վերջի 3 տարում 20 թվականի սեսիանը Ղարաբաղցի մի մարդ չկա, որ նա մասնակցած չլինի, մենք բոլորս պատերազմի մեջ ենք եղել։ 37 տարի 74-ից 88 թվականից մինչև այսօր քանի տարի է։ 37 տարի պայքարի մեջ եմ։ Ինչքան պիտի պայքարենք։ 2 տարի անընդհատ տուն տնես, ծիծեռնակը բուն է շինում եւ շինում է եւ երգում, ամեն մի շոկը տնելից առաջվա բունն է հիշում։ Քանի անգամ պիտի մենք տուն տնենք, թալանեն մեզնից։ Քանի անգամ։ Եվ այսօր ճանապարհ ես ուզում բացես։ Ստուկետը այն sense բանը մենք խոնչ ենք ասում, դնում ես մարդու առաջ օրարի կեր։ Ինչի համար ես բացում։ Խաղաղություն են ասում։ Խաղաղություն չուզող մարդ չկա աշխարհում։ Գողն ամենակ խաղաղություն չի ուզում, որ ուզում է թալանի, ուզում է բանի։ Խաղաղությունը բոլորս ենք ուզում։ Այդպիսի խաղաղություն։ Հիմիկ միակողմանի ես ուզում։ Եթե թուրքը մարդ է, Թուրքիա մարդ է, այսքան տարիների ընթացքում Ուրուգվայից սկսած բոլոր պետությունները ճանաչել են ցեղասպանությունը։ Դու ինքդ այս բանից հետո ասենք թե Արցախը հանձնվել է, համընկել են, ել չեմ ուզում Արցախը։ Դրանից հետո ինչու չես կանգնում ասես Հայաստանի ժողովուրդ, իմ հայ ժողովուրդ, անցյալում ինչ եղել է, եկեք դնենք մի կողմը, հաշտվենք, խաղաղություն սերմանենք, ապրենք, էլի, հերեքակռվի մեջ մտնենք։ Այո, նա խումանա, նա ուզում է էլի ուտի, նա ուզում է էլի թալանի, որովհետև դուք չգիտեք նրան։ Ասում եմ 37 տարի պայքարի մեջ ենք։ Միջև երբ իրավունք չունեմ ես հանգստանամ։ Իրավունք չունեմ գնամ մի տեղ, այսօր ես տեղ չունեմ քնելու, հաշ չկա որ այսօր կտրում են մարդիկ միլիարդներ են աշխատում։ Իսկ մարդ կա չի կարող մի կոպեկի համար հացած։ Այդպիսի բան կլինի։ Գիտեք որ ցեղասպանությունը եղել է, Արցախում էլ եղել է, դել կա չես կարող ժխտես։ Ովքեր որ տանում են սարքում այս հերոստատեսության առաջ թե ասում է կամա սպասում է, դե ինչ ասում է եղել է դա։ Չեն ուզում Արցախը աննել տան որը տեղել է ցեղասպանություն եղել։ Շարունակական է։ Բայց ճանապարհը բացելը վատ բան չի։ Մեջը հիմա որ չենք բացում։ Բերելու են թուրքական ապրանքը լցնեն։ Մեկի համար էժան բան վերցնեն, ըստեղի արդեն մեր բոլոր բիզնեսները փակվելու է,
Էլի մնալու են եկել իրանք են փակելու չեն տալու, մնալու ես էլի կանգնած։ Սեփական արտադրանք պետք է ունենաս, պետք է գործարաններ բացես ստեղ, տարածքը ունես, ամեն ինչ ունես, ուժը ունես։ Թողնում են գնում Եվրոպա, թողնում են գնում արտասահման, իմ Եվրոպա սնդեղա, Արցախն է։ Թույլ տվեք է ժողովրդի իրավունքները, ժողովուրդ ջան, այս մարդկանց իրավունքներից մի զրկեք։ Գոնե թողեցիք ապրեն, այն էլ վարված Արցախում։ Բոլորը համաձայն են, որ տները վարված լինի, մենակ վերադառնան ընդեղ։ Դուք չգիտեք հայրենասիրությունը ինչ բան է։ Հայրենիքի համար արյան մեջով է տալիս, ոչ մի դաստիարակություն չկա։ Քիչ առաջ ասում եք Աննա Հակոբյանը դասավանդում է։ Թող գա մոտը ես իրան այնպես դասավանդ եմ, որ ինքը իմանա, որ ինչ է նշանակում պրոֆեսորը։ Պրոֆեսորների չես դասում, ինչ դաստիարակման բան կա, դու պրոֆեսորները փակել եք արդեն, էլ ինչ աշխարհի էլ բան չկա, որ ստեղ տարածված չունի։ Ամեն օր մի տոննա բան են բռնում։ Թե ասում ես բանա։ Անայի կրթազն։ Հա, չի կարելի ժողովուրդ, ես ոչ մեկին չեմ ուզում քննադատեմ, բայց մարդ պիտի իր տեղը իմանա։ Դու այնպես խոսում ես, որ վիրավորում ես քո դիմացին, դիմացինն էլ լռում է։ Հա։ Աննա Հակոբյանին ինչ խորհուրդ կտաք։ Աննա Հակոբյանին խորհուրդ կտամ, տղամարդուն խորհուրդ չտա։ Ինքը պետք է լսի տղամարդուն, այլ ոչ թե ինքը թելադրի։ Իրավունք չունեն։ Իմ կինս իմ առաջից ով կարա խոսի։ Չի կարա, ես ինչ ասում եմ օրենքը նայա։ Հայ ժողովրդի մեջ տայա։ Չի կարալու։ Ես խորհուրդ կտամ չխառնի բոլոր խոսքերին։ Խորհուրդ կտամ, որպեսզի Արցախցուն մոտենա, ասի ինչով կարամ օգնեմ։ Այլ ոչ թե չգիտեմ, բիզնեսմենները յա բերում ասում միլիարդ բերեք, ասում գնանք քեֆ անենք։ Միլիոն, ես չգիտեմ, միլիոնա թե ինչ կանա, գնանք քեֆ անենք։ Դες բան ա լինում։ Այդ միլիոնը բերեք բաժանեք ստեղ ապրեն, էլի մարդիկ։ Հետո ասել են 115 միլիարդ են ասում, թե իբրև արցախցիների համար բյուջե ստացել են, եթե չեմ սխալում։ Չեմ կարա էլի ճշտությամբ ասեմ։ Բա քիչ եք ներկայացնում արտասահմանը ինչքան է տվել, որ պիտի տակ Արցախցուն։ Այդքանը քիչ եք արտահայտում։ Ուր է գնացել այդ փողերը։ Ու երբ որ գտնում են, որ Հայաստանը Արցախը միշտ պահել է, բյուջեն համալրել է, էլի դեֆիցիտը ստեղից են ուղարկել։ Արցախը չի կարողացել իրան եկամուտներով ծախսերը կատարի, ստեղից են ուղարկել։ Գոնե որ մի տարի տալիս եք Արցախցուն, նրա կեսը տվեք ստեղ ապրենք, էլի, չեն տալիս։ Ես ֆինանսիստ չեմ, ոչ էլ տնտեսագետ եմ։ Տնտեսագետներն հարցրեք իրանք վերլուծեն կասեն, էլի ինչ է։ Կոչ եմ անում հայ ժողովրդին։ Կոչ եմ անում մեր գրողի ասածով, Պարուշ Սևակը որ գրել է։ Ծերանում ենք Պարուշ Սևակ, ծերանում ենք սիրելիս, ծերանում ենք բասիվան պես դեր խելքի չենք մենք գալիս։ Երբեք խելքու գալու, որ արդեն թուրքու հրթիռը գցից տեղ։ Հետո էլ ասելու են արցախցիները նենց են անում պատերազմը։ Պատերազմը լինելու է, չի վերջացել։ Գերտերություններն են հլը որ բանանում, պատերազմը տարածաշրջանում քարտեզի փոփոխություն է տեղի ունենալու։ Մենք պետք է իմանանք մեր դիրքը որտեղ է, այլ ոչ թե գնանք Թուրքիան ապավինենք։ Էն էլ է մարդ, այն թուրք հասարակ մարդն էլ է մարդ, որ իրոք պիտի իրոք ինքը ասելա, ես ընթանում եմ, Փաշինյանն ասել, ես ընթանում եմ, որ բոլորի համար լավ լինի, եւ Արցախցու, եւ Հայաստանցու, եւ Թուրքի համար։ Ես ակո լավը։ Սա տվել եք իրան, ես դու լավ պիտի լինեմ։ Շնորհակալություն, աշխարհի հայեր, ձեզ սիրում եմ։ Եթե ես մեռնեմ ստեղ, իմ քարիս վրա կգրեք, ինձ փնտրեք ժողովրդի մեջ։ Ես ժողովրդական մարդ եմ եղել։ Սիրում եմ իմ հայ ժողովրդին, սիրում եմ պայքարող մարդուն, այլ ոչ թե հանձնվող, ծնկի եկող, լավա ոտքի վրա ինձ սպանեն, քան ծնկաչոք ապրեմ։ Շնորհակալություն։